Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ Դիանա, բարև ձեզ Էլեն, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ ուրախ եմ, համեցեք։ Չէ, ինչ ամենալը մի քանի հարց ունեմ ձեզ կապված թաղամասի հետ, որտեղ բնակվում եք։ Աղմկոտ է մի փոքր իհարկե, եւ որ թաղամասն է, սա գիտեք ինչպես է կոչվում։ Ճիշտ ասած չգիտեմ, ինձ ծանոթ է միայն բանկի կրուկ ասվածը, փողոցը Տիչինա փողոցն է։ Լավ, բացահայտեցինք ամեն բան, ինչը հնարավոր էր ձեր գեոլոկացիայի հետ կապված բացահայտել, այ հիմա կարելի է գնալ ներս։ Համեցեք։ Որքան ժամանակ է որ այստեղ եք արդեն։ Դեկտեմբերի 1-ից։ Ահա։ Մինչ այդ կրկին այս թաղամասում եք ապրում, թե հեռու։ Կողքի թաղամասում եմ ապրում Սեբաստիա փողոցի վրա։ Էլի նույն աղմկոտ ճանապարհի եզրին։ Սիրել եք Մալացիա Սեբաստիան ամեն դեպքում։ Հա, հարազատ տարածք է, որովհետև ամեն ինչ ինձ մոտ է։ Սեփական տուն է, ճիշտ եմ հասկանում, թե սեփական շենք։ Սեփական շենք է, երկրորդ հարկում երկու առանձին բնակարան են, մեկ հարևան ունեմ, այսինքն ներքևի հարկը պահեստային հատված է, որտեղ խմիչքներ են վաճառում տարբեր խանութների համար։ Հասկացա, մենք արդեն միանգամից ընկերացանք Էլենի հետ, բայց ես ամեն դեպքում աշխատանքի եմ, ես պետք է գնամ Դավիթի կողքին կանգնեմ, իսկ դուք պետք է կանգնեք մեր դիմաց։ Պայմանավորվենք այդպես, շնորհակալություն։ Գնանք ներս։ Իհարկե, համեցեք։ Կբարեկարգվի, չէ՞, կարծում եմ բակը բավականին շուտ։ Ամառը խոստացել են այստեղ ասֆալտապատել։ Դուք եկել եք Գորիսից Երևան։ Այո։ Եթե չեմ սխալվում, 8 տարի է, չէ՞ որ արդեն Երևանում եք վերջնականապես։ 2017 թվականից այստեղ եմ ապրում։ Սիրեցիք Երևանը, ինչպես սփյուռքահայերին են հարցնում հիմնականում, կամ սփյուռքահայերն են հարցնում, սիրեցիք Ամերիկան կամ եւ այլն, հիմա ես եմ ձեզ հարցնում, սիրեցիք Երևանը։ Ես շատ եմ սիրում Երևանը ու չեմ պատկերացնում ինձ այլ քաղաքում կամ այլ երկրում ապրելուց։ Համեցեք։ Դե մուտքներս բարյավ արդեն բուն տան հատված, բնակարանի հատված եւ արդեն տեսնում ենք ստեղծագործ Էլենի ձեռքի աշխատանքները։ Հա, սա տան իր տարածքն է, այստեղ իրա։ Ահա։ Շատ գեղեցիկ է Էլեն, բայց ինչա դա, այնպես պահիր, որ բոլորը հասկանան։ Թուղթ է, հասկացա։ Ինչ ես նկարում բալես։ Ցիտիկ։ Ճնճուղ։ Ճնճղուկ, արդեն ամեն ինչ լավ է։ Հիմնականում ինչ ես նկարում Էլեն, թե չես նկարում, այսօր ես որոշել ուղղակի նկարել։ Այսօր եմ որոշել նկարեմ։ Շատ բարի, մենք տեսնում ենք Էլենի ստեղծագործությունները նույնիսկ սառնարանի դռան վրա իրանք ամեն օր փոփոխվում են, այստեղ նկարներ էլ ունի, նկարչությանը հաճախում տարբեր տեսակի նկարներ է նկարում, ամեն օր համալրվում է իր նկարների ցանկը։ Ահա։ Եվ մի օր մի պատկերասրահում միգուցե լինի ցուցահանդես եւ մարդիկ կան հնարավորություն ունենան տեսնելու թե ինչից է սկսել Էլենը եւ ուր է հասել, միգուցե նա ապագայում կլինի շատ մեծ նկարչուհի, իդեպ կուզեիք որ նա լիներ նկարչուհի։ Ես էլ հայրս էլ նկարչության ենք հաճախել, ինձ թվում է ինքն էլ դրանից է որ սեր ունի նկարչության հետ, չգիտեմ, եթե ինքը կցանկանա այդ ուղղությամբ խորանա, սիրով, ես այսպես ասած կաջակցեմ, հա, կսատարեմ ու կօգնեմ իր մասնագիտության որոշման հարցում։ Դիանա, ձեզ շատ մեծ հայտնիություն բերեց, երբ դուք գրական բառերը, երևանյան հնչող բառերը արտահայտում էիք Գորիսի բարբառով։ Այո, Վահան ջան, Instagram-ում իմ բլոգը հենց այդպես է սկսվել, մինչ այդ 2 տարի TikTok-ում եմ վիդեոներ նկարել, պարզապես իմ առօրյա գործերի հետ կապված է եղել։ Lifestyle, հա, ինչպես ընդունված է ասել։ բլոգային ինչ-որ ֆորմատ է եղել միշտ,
բայց Instagram-ում հայտնիություն ձեռք եմ բերել իմ ընկերուհու հետ, ով նույնպես Գորիսից է, Հարթաշեն գյուղից։ Մենք որոշել ենք մի ֆորմատ սկսել, որը կոչվում էր այսպես բառերի հնչողությունը գրական ձևով եւ Գորիսի բարբառով, ու տենց լայն ճանաչում ունեցա մի անգամից էլի։ Միտքը ինչպես առաջացավ դա սկսելու։ Այդ ժամանակ թրենդ կար, թե ինչպես են մարդիկ ожидание реальность, մենք էլ որոշել ենք այդ բառերը այդ ձևով ներկայացնել, թե ինչպես է գրական հնչում ու Գորիսի բարբառով։ Մեկ մենք էլ ես ու ընկերուհիս նստած խնդում էինք, ասում ենք, խեն այս բառին սենց ասում, օրինակ խեն հետին ասում դիբետ։ Ու խորանում էինք դրա վրա, մտածում էինք, որ կողքից ինչ որ մեկը լսի, հաստատ չի հասկանա ու հետաքրքիր կլինի, ինչու՞ չէ, տարբեր մարզի մարդիկ իմանան, որ Գորիսի բարբառով տվյալ բառը նման կերպ է հնչում։ Ասացիք արդեն 4 ամիս է ապրում եք այս տանը։ Այո։ Կոչենք սա տուն, ոչ թե բնակարան, ամեն դեպքում սեփական տան էֆեկտ կա այս ամեն ինչի մեջ։ Այո, սեփական տուն է։ Ձերն է տունը, թե ոչ։ Ոչ, ես այստեղ վարձով եմ բնակվում։ Երբեք ունենալու ձեր սեփական տունը, երբ ենք նկարահանում իրականացնելու այդտեղ։ Երբ որ ունենամ կանխավճար, այդ ժամանակ։ Շնորհակալություն։ Այ հենց այստեղ կարելի էր ավարտել հաղորդումը եւ միանգամից ասել, խնդրում ենք, մի կերպ մեզ աջակցեք, բայց ոչ, լացելու մասին չէ։ Ոնց է։ Զեն, հիմա ցույց կտամ բալես, ներողություն։ Խնդրեմ, բայց մենք ուզում ենք տեսնել ինչպես եք դուք ցույց տալու։ Մեծատար թե փոքրատար։ Ինչ ես ուզում գրես։ Այստեղ գրել Զեյով ինչ ես նայես։ ուզում գրել, խնդրում եմ, Էլեն, մեզ էլ ասա։ Սա մեծատարը, սա փոքրատարը։ Էլեն, դու դպրոց գնում ես, չէ՞։ Որ դասարան։ Առաջ։ Առաջի։ Լավ է դպրոցում։ Թե մանկապարտեզում էր ավելի լավ։ Դպրոցում։ Դպրոցում։ Էլ որտեղ ես հաճախում իմ աղջիկ։ Նկարչության եւ բարի։ Բարի, ինչ բարերի ես գնում օրինակ դու։ Հասկացա։ Ես էլ եմ շատ սիրում այդ բարերը։ Չխանգարենք քեզ, հա, դու ստեղծագործի, մենք մամայի հետ մի քիչ խոսենք, վերադառնանք։ Կլինի։ Շնորհակալություն։ Ասացիք, երբ ունենաք կանխավճար, ձեռք կբերեք ձեր տունը։ Այո։ Այդտեղ կանգեր առել մեր խոսակցությունը։ Հիմա ովքեր են այստեղ լինում ձեր հյուրերը, եթե լինում են իհարկե, թե սպասում են դուք հո տունը կունենաս, մենք կգանք, կտեսնենք քեզ եւ այլն, ովքեր են ապրում այս տանը, մի շարք այլ հարցեր խնդրում եմ։ Տանը բնակվում ենք ես եւ աղջիկս, հյուրի կարգավիճակում կամ իմ ընկերուհիներն են, կամ իմ հաճախորդներն էին։ Այս վերջերս դադարեցրել եմ իմ գործունեությունը որպես մատնահարդար, մինչ այդ գալիս էին իմ հաճախորդները։ Ինչով է պայմանավորված, որ դադարեցրեցիք։ Գրաֆիկիս հետ չեմ կարողանում համատեղել եւ մատնահարդարում, եւ մոդելային ծառայություն, եւ մայրիկի կարգավիճակ, եւ տան տնտեսուհու, եւ բլոգերի, ով ունի խիտ աշխատանքային գրաֆիկ, այդ ամեն ինչի հետ մեկտեղ մի հատ էլ գալ տուն ու ժամանակը բալիկին տրամադրելու փոխարեն ընդունել հաճախորդներ, շատ բարդ է, դրա համար որոշեցի ժամանակավորապես դադարեցնեմ, մինչև կունենամ իմ սեփական սրահը։ Շատ հետաքրքիր ինֆորմացիա էր, ծավալվենք այդտեղ, կան արդեն հիմքերը դրված, թե դրանք մտքերում են եւ պետք է ռեալիզացնել։ Հիմքը դեռևս մտքերում է եւ ոչ ավելին կանխավճարի պահը ոնց որ այդտեղ թույլ չի տալիս էլի մի հատ։ Իրականում ես պետք է ձեզ համար բացեմ մի փոքր գաղտնիք, ես եւ Դավիթը արմատներով, շատ արմատներով կրկին Գորիսից ենք, ինչպես դուք, բայց բնականաբար չեն կարողանում խոսել Գորիսի բարբառով ու մեզ շատ է հետաքրքրում այդ ամենը։ Մի քանի բան մեզ համար, որը նաև մեզ դիտող մարդկանց համար անսովոր կարող է թվալ բառեր, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Կասեք կամ նախադասություններ, միգուցե արտահայտություններ։ Շատ լավ, մենք ավելի բահիկին, հա, ռուսերեն ասած սավոկին ասում ենք խաթանգեզ։ Խաթանգեզ։ Այո, խխունջին ասում ենք անախաթու։ Ահա։ Արվակին, որը որ ճանապարհի եզրով է գնում, դրան ասում ենք արխ։ Արխ։ Արխ։
Էլ ինչ տենց բառեր կա։ Ծագումնաբանությունների մասին տեղեկություն ունեք, ինչու են դրանք այդպես ասվում։ Հիմնականում պարսկական, արաբական, թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեն, որովհետեւ ժամանակին իրենք իրար հետ ապրել են ու մեկը մյուսին փոխանցվել է։ Հին գրքերի մեջ գրված է, որ դա հին հայկական բառեր են, որոնք հետո թուրքերը, ադրբեջանցիները, պարսիկները, արաբները մեզնից վերցրել են, դարձրել են իրենցը, մենք մոռացել ենք այդ բառերը, հետո մենք ենք կոպիտ ասած իրենցից վերցրել ու հիմա տարածվել է այնպիսի միֆ, որ իբրև դա իրենց բառերն է։ Դուք այն եզակի մարդկանցից էիք, ովքեր ոչ միայն չէին թաքցնում իրենց ոչ Երևանից ծագում ունենալը, այլ նաև ավելի արտահայտում էիք դա։ Այո։ Չեք փոշմանում, չէ՞, այդ ամենի համար։ Չէ, ինչու պետք է փոշմանեմ։ Դա ձեզ նախ ճանաչելիություն բերեց, հետո դա դարձավ ձեզ համար յուրովի ձեռագիր։ Ես նույնիսկ մտքեր ունեմ Գորիսի մշակույթի մասին պատմել, բայց դրա համար ինձ պետքա, որ ես իմ գրաֆիկի հետ հարմարացնեմ, միգուցե շաբաթվա 2 օրը տրամադրեմ, գնամ Գորիս ու այդպես փորձեմ իմ էջի համար կոնտենտ ստեղծել, բայց այդ միտքը իմ գլխում անդադ պտտվում է, որ ես շարունակեմ այդ ֆորմատը բարբարի հետ կապված, Գորիսի պատմության հետ կապված։ Ընտանիքի անդամներից միայն դուք եք, ով տեղափոխվեց Երևան, թե ձեզ հետ էին ձեր ծնողները։ Չէ, իմ ծնողները, իմ բոլոր բարեկամները ապրում են Գորիսում, միայն մորաքուրիս է իր ընտանիքի հետ ապրում Երևանում եւ ես։ Հասկացա։ Բոլոր բարեկամները այնտեղ են, դուք ժամանակ առ ժամանակ գնում եք, գալիս եք, հեռավորությունը ձեզ չի խանգարում, չնայած ասացիք, որ շատ հագեցած է ձեր գրաֆիկը։ Չի խանգարում, հագեցած է ու հիմնականում փորձում եմ հաճախ այցելել, բայց դա ստացվում է միայն կամ տոն օրերին, կամ ծնունդներին, կամ երբ որ գովազդային համագործակցություն եմ ունենում, նույն օրվա մեջ կարող է գնամ 2 ժամով ու էլի հետ գամ։ Ձեզ չգիտեմ ինչպես ասել, բայց դա շատ խոսակցականով հալալ է ձեզ, որ այդքանը հասցնում եք իրականացնել։ Հիմա նաև մի փոքր փոխենք ուղղությունը, անդադար խոսում ենք Գորիսի մասին, բայց նաև ձեր գործունեության մասին պետք է խոսենք։ Սկսել եք մատնահարդարումից, այնուհետև Գորիսի բարբար, հետո կամաց-կամաց սկսեց ընդլայնվել ձեր գործունեությունը։ Հիմա հանդես եք գալիս որպես մոդել, եթե չեմ սխալվում նաև որպես հաղորդավարուհի արդեն շուտով։ Այդ նոր ձեռքբերումները ինչպես տեղի ունեցան ձեր կյանքում։ Եկել էր մի շրջան իմ կյանքում, որ ֆինանսապես պետքա ավելի կանգուն լինեի ու on-line հարթակներում տեսա, որ մոդելային ծառայության համար մոդել է պետք։ Սկզբում աշխատում էի ժամավճարով իրենց առաջարկած արժեքների մեջ, հետո արդեն առաջարկ ստացա մեքենայի պահեստամասերում որպես մոդել ներկայանալու BMW House-ում եւ այդտեղից սկսվեց արդեն իմ մոդելային կարիերան on-line հարթակներում։ Այս վերջերս էլ Լոս Անջելեսի հայերի համար, որոնք այնտեղի ներկայացումների, ֆիլմերի համար տոմսերը գնում են Ticket էջից, այնտեղից առաջարկ ստացա, որպեսզի լինեմ իրենց էջի դեմքը։ Հասկացա։ Մոդել ինչ ասել է մոդել, այսինքն դուք ներկայացնում եք տվյալ բրենդը որպես դեմք, թե հանդես եք գալիս որպես մոդել, այն մոդելը, որը որ բոլորին հայտնի է, պոդիումով քայլել եւ Չէ, դրա մասին չի ամենևին։ Ես մատուցում եմ մոդելային ծառայություն, այսինքն եթե իրանք ունեն ինչ-որ պրոդուկտ, որ ցանկանում են ներկայացնել հանրությանը, ով կխոսի դրա մասին, այլ ոչ միայն վիդեոյի մենակ կերևա պրոդուկտը, ես ներկայացնում եմ իրենց պրոդուկտը իրենց էջում որպես մոդել, որպես մարդ, ով կխոսի տվյալ պրոդուկտի մասին եւ վաճառքային գովազդ կանի։ Ինչու՞ չէ, նաև մեկ-մեկ ուզում են թրենդային ինչ-որ ռիլեր, ճանաչելիություն, դիտելիություն բարձրացնելու համար, իրենց էջի համար։ Չնայած տուն մուտք գործելուց առաջ դուք ասացիք, որ չեք պատկերացնում ձեր կյանքը առանց Հայաստանի, առանց Երևանի, բայց խոսեցիք նաև մի on-line հարթակի մասին, որը հիմնական գործունեությունը ծավալում է ԱՄՆ-ում։ Չունեք մտադրություն ԱՄՆ տեղափոխվելու, որովհետև կարծում եմ, եթե դուք տեղափոխվեք Լոս Անջելես, հայերի պակաս չի լինելու, հայկական միջավայրի պակաս չի լինելու, միայն երևի թե դրամային արժույթն է փոխվելու, դրամից անցնելու եք դոլարի։ Այս պահին իմ ուժերով տեղափոխվելու հնարավորություն ու միտք էլ չունեմ, բայց եթե գործնական ինչ-որ առաջարկ ստանամ այնտեղ տեղափոխվելու համար, իհարկե գործնական բնույթ եթե կրի, մշտական տեղափոխման համար դեռ պլաններ չկան, որովհետև ինձ չեմ պատկերացնում այնտեղ բնակվելու նպատակով։ Հասկացա։
Խոսենք մի փոքր ձեր կրթության մասին։ Միջնակարգ կրթությունը պարզ է, մասնագիտական կրթությունը ինչ է եղել։ Մասնագիտությամբ մատնահարդար եմ։ Սովորել եմ 17 տարեկանում ու մինչև այս վերջին ամիսները աշխատել եմ, սկզբում 4 տարի աշխատել եմ տանից, հետո 3 տարի աշխատել եմ սրահում, վերջին մի տարին կրկին աշխատել եմ տանից ու դե արդեն ասեցի գրաֆիկի հետ կապված ընդհատել եմ այդ գործունեությունը։ Տարբեր տեղերում փորձում եք ձեզ եւ ինչպես հասկանում եմ հաջողում եք եւ կարող եմ փաստել նաեւ որ հաջողվում է դա ձեզ մոտ։ Աղջիկների մոտ տենց է, մանավանդ եթե հորոսկոպով խոյ են լինում, իրանք շատ պրինցիպիալ են ու իրանք իրանց ուզածին հասնում են, եթե իրանց մտքին դնում են։ Կան նոր նպատակներ, որոնց մասին մտածում եք եւ կարելի է բարձրաձայնել, խոսել, ասել ցանկանում եմ նաեւ այստեղ հանդես գալ։ Դեռևս ոչ։ Բավարարում է ձեզ այս պահին այն ամենը, ինչը որ դուք ունեք, ինչին որ հասել եք։ Հա։ Մեքենա չունեք։ Չունեմ, բայց պատրաստվում եմ մյուս ամիս գործնական քննությունս է, պետքա գնամ ու Գորիսում հանձնեմ, հուսամ։ Ինչու Գորիսում։ Որովհետև հերթերը քիչ էին, տեսականն էլ եմ Գորիսում տվել, բայց հերթերի պատճառով չէ, ուղղակի այդ ընթացքը համընկավ իմ Գորիս գնալու հետ, եղբորս ծնունդներ ու գնացի համել տվեցի տեսական քննությունը, բայց գործնականը մի փոքր ուշացավ, էլի գրաֆիկիս հետ կապված։ Լայն թափով զարգանում եւ գեղեցկանում է Գորիս քաղաքը, նաեւ լայն թափով գեղեցկանում է եւ գեղեցկանալ է իհարկե ճակերտավոր, զարգանում Երևան քաղաքը։ Կնշեք տարբերությունը քաղաքների, 3 հիմնական տարբերություն, որ չկա այնտեղ եւ կա այստեղ։ Գորիսի ու Երևանի տարբերությունը այնն է, որ երևի բնակչությունը Երևանում ավելի է շատանում օր-օրի, Գորիսում երիտասարդությունը անելիք զբաղմունք չունի։ Զբաղմունք չունի, աշխատանք չունի, ապագա չունի, կոպիտ ասած, դրա համար տեղափոխվում են երևի ավելի մեծ քաղաք, որտեղ կա ավելի մեծ հնարավորություններ, իհարկե Երևանը համեմատած այլ ավելի մեծ քաղաքների չունի այդ հնարավորությունը, բայց գորիսեցիների համար բնականաբար լայն հնարավորությունների քաղաք է։ Ուղղակի ես շատ վաղուց չեմ եղել Գորիսում, երբ որ գնում եմ Գորիս, հիմնականում տանից դուրս չեմ գալիս, դրա համար հիմա չեմ կարող ասել տարբերություններ, բայց առավելություններից մաքուր օդն է, որը մշտապես կա, համով ուտելիքն է, որ էլի մաքուր օդի հետ է կապված, ու դե հարազատ մարդիկ, որ միշտ կապում են, քո ծննդավայրը, որտեղ որ դու ապրում ես, այդքան է։ Բարի, Դիանա ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր մեր մասին եւ ես վստահ եմ, որ դուք չեք հետևում մեր էջերից որևէ մեկին, սա լավ հնարավորություն է, որպեսզի բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, ավելանան մեր հետևորդները, ավելանան դիտումների քանակները, մենք էլ իհարկե կարող ենք պատասխան կերպով անել դա ձեզ համար։ Հիմա տեղափոխվենք պատշգամբի հատված, տեսնենք ինչ տեսարան է բացվում այնտեղից, եթե թույլ տաք ես բացեմ, որպեսզի Դավիթը անցնի։ Ոչ այդքան էսթետիկ տեսարան է բացվում, բայց ես սիրում եմ այս տեսարանը։ Ահա։ Էսթետիկ չի, բայց հնություն կա ամեն դեպքում, կարելի է այդպես մխիթարվել, այդպես փոփվել, հին պատմություն կրող տուն է կարծում եմ դիմացը գտնվում, բայց պլանավորում եմ վերանորոգել, չգիտեմ, հուսանք չի խանգարի էլի մեզ այդ վերանորոգման աշխատանքները այստեղ բնակվելու։ Առավոտյան այստեղ մեկ բաժակ սուրճ Դեռ չեմ հասցրել, որովհետև միշտ ցուրտ է լինում, ես էլ դե տեղափոխվել եմ դեկտեմբեր ամսին, դեռ առիթ չի եղել անշտապ առավոտը վայելելու, այն էլ սուրճի հետ, այն էլ պատշգամբում։ Ես մի հետաքրքիր բան նկատեցի, այդտեղ ձեր կողքին դրված է մի բանալի, որը արդեն ժանգոտում է կամաց-կամաց։ Ինչ բանալի է դա։ Սա հին բանալի է, որը մտածել եմ դե ինչ նետել, միգուցե պետք կգա, տենց մնացել է։ Անհայտ բանալու անհայտ տեր, մենք փնտրում ենք ձեզ, խնդրում եմ եկեք վերցրեք ձեր բանալին, միգուցե այն ձեզ շատ անհրաժեշտ է, քան բալկոնում ուղակի դնել, նույն ինքը պատշգամբում։ Դուք օրինակ եթե սա լիներ ձերը, ոչ թե վարձով, կբարեկարգեիք այս հատվածը ծառեր, միգուցե գոզոն, թե դուք սիրում եք այսպես, որ ուղղակի դատարկ տարածություն լինի, առջևը բաց լինի։ Ծառերի հետ կապված ես շատ կցանկանայի, բայց ժամանակս
պետքա բավականացներ, որ նաև նրանց խնամեի, մենակ տնկելով չի, բայց իմ աղջիկան ներգրավել եմ ինքը ծառատունկի, այսպես ասած, արարողությանը շուտով մասնակցելու, որովհետև որ զարգացման կենտրոնը որ հաճախում է, այնտեղ այդպիսի ոնց են ասում դրա։ Չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Ծառատունք են կազմակերպելու, երեխաները գնալու են ու տնկեն իրենց անվանական ծառը։ Շատ լավ է, կարծում եմ մեզ դա շատ պետք է հատկապես մեր քաղաքին, բայց տնկելը ինչպես ասում են, օրինակ ինչպես կլինի, տնկելը մի A-ի B, խնամելը 2, ինչպես կլինի դա Գորիսի բարբառով։ Չգիտեմ։ Չգիտեք։ Իսկ եթե ուղղակի պետք է ասել լավ արեցիր, տնկեցիր, դե հիմա խնամիր, ինչպես կլինի դա։ Լավ արեցիր, վեր տնկեցիր, դե մեկ էլ ջրի թոմոցանա։ Դե դուք դա խնդրում եմ, կասեք Էլենին, թող անպայման հետևողական լինի, որովհետև այո կարելի է տնկել, բայց նաև պետք է խնամել եւ ցանկացած գործ կարծում եմ այդպես պետք է անել։ Սկսելը լավ է, բայց նաև պետք է հասցնել։ Եթե ունենամ ես իմ սեփական տունը, չեմ ուզում գնել շենքում, ուզում եմ իմ սեփական տուն ունենալ, անպայման կձգտեմ այնպես անեմ, որ փոքրիկ անկյուն ունենամ կանաչապատ։ Երևանի որ հատվածում կցանկանաք տուն ունենալ։ Չեմ մտածել այդ ուղղությամբ, միշտ գումարը խանգարել է ավելին մտածելու։ Լավ, չկա գումարի խնդիր կենտրոնում։ Չէ։ Բայց շատ հեռու էլ չէ, որ հեշտ հասնեմ կենտրոն։ Բայց դուք շուտով մեքենա եք ունենալու եւ որևէ խնդիր չի առաջանալու ու կարծում եմ որքան կենտրոնից հեռու, այնքան խցանումները շատ ավելի շատ, բայց ամենամեծ խցանումները իհարկե կենտրոնում են։ Բայց դե գործի հետ կապված պետքա առնչվես ուզած-չուզած կենտրոնի հետ դրա համար։ Հոգեպես պատրաստ եք այս խցանումներին որպես վարորդ։ Երբ որ չեմ շտապում, իսկ այդպես չի լինում, ես միշտ շտապում եմ։ Ես միշտ շտապում եմ, բայց չէ, լինում են դեպքեր, ես չեմ սիրում ուշանալ, լինում են դեպքեր, որ չեմ շտապում ու շատ շուտ եմ դուրս գալիս, ինձ խցանումները ընդհանրապես չեն նյարդայնացնում։ Ինչպես եք դա կարողացել հաղթահարել, խնդրում եմ բանալին տվեք, եթե դա այն ժանգոտ բանալին է, որը ձեր կողքին դրված է, խնդրում եմ տվեք մեզ, բայց բացահայտեք նաև ինչպես չեք նյարդայնանում այդ խցանումների ընթացքում։ Մտքերը ինչով եք շեղում։ Չէ, փորձում եմ ռեալիստ եմ այդ առումով ու գիտեմ, որ ոչ մի կերպ ես չեմ կարող հարցին լուծում տամ։ Այդ պահին խցանում եմ, ես որ ներվայնանամ, իմ առողջությունը փչացնեմ, ում եմ ես հոգուտ տալու։ Այս բանալին, մեր մուտքի բանալին է, ուղղակի փչացել է, ոնց որ փոխել են, ես իրան ափսոսում եմ, գցեմ, չգիտեմ խին, բայց գիտեմ, որ իրան պետք չի ինձ որ պահեմ, էլի։ Դիանա, ինչպես հասկանում եմ, շատ անձնական իրեր չունեք այս տանը, բայց այս պահարանն է ինձ ամենաշատը հետաքրքրում։ Ձերն է, թե ձեր տան տիրոջն է պատկանում։ Այս պահարանը իմ աղջիկա պահարանն է, երբ որ ինքը ծնվել է, իր հագուստը այստեղ ենք տեղավորել մինչև հիմա, իսկ սա իր անկյունն է, որովհետև մանուկ հասակում ես էլ եմ ունեցել սենց մի անկյուն մեր տանը, ինքն էլ ունի իր անկյունը ու ամեն օր լրացնում եմ մի քիչ։ Չեք նյարդայնանում, երբ այս ինքնակպչումները հայտնվում են պահարանի վրա, որովհետև հետո դեով մաքրելու այդ ամեն ինչը չկան այդպիսի ժամանակին նյարդայնանում էի, ջրով մաքրում էի, քերում էի, այստեղ սոսինձի հետքեր էլ կան, բայց հետո հասկացա, որ սա իր մանկության անկյունն է, որ ինքը մեծանա հաստատ բարի տպավորություններ հուշեր ունենալու, որովհետև եթե ես իրա վրա ջղայնանամ, ինքը տրավմաներով կմեծանա։ Առանց էտել հիմա պատերի վրա, չգիտեմ, քսել, ինչ որ նույնիսկ իրա ուզած նկարները չի կարող կախի, որովհետև ես արգելում եմ, դե մեր տունը չեն թողում ինչ որ մեղ խփել, դրա համար ես թողում եմ իրա այդ ստեղծագործական աշխատանքները փակցնի այստեղ ու մեկ էլ սառնարանի վրա։ Ո՞վ է ձեր տանը հետաքրքրված դհոլահարությամբ։ Իմ աղջիկներ մի ընթացք սիրում, մայրիկս է իրեն նվիրել, այն ժամանակ, երբ որ արձակուրդներ էին դպրոցում, մայրիկիս մոտ էր, այդ ժամանակ լավ խաղում էր դհոլով, բայց ինչ եկավ հետ այստեղ, մոռացավ դհոլի մասին։ Շատ բարի, շնորհակալություն, հաղորդման այս հատվածում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր բացահայտումները։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։
ինչպես նաև նորույթ ապակետարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաև մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Համիգա ընտրյալ հատիկ, համիգախնիկ Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալություն։ Հիմա գտնվում ենք խոհանոցի հատվածում, խոսենք խոհանոցից։ Չնայած դուք արդեն թեթև ակնարկել եք, որ շատ զբաղված եք լինում, բայց ամեն դեպքում երեխայի հոգսը ձեզ վրա է եւ պետք է հասկանանք, հասցնում եք լինել խոհանոցում, թե չէ։ Իհարկե, ես նաև շատ եմ սիրում պատրաստել։ Էլենը շատ քիչ բաներ կա, որ ուտում է, որոնք որ սիրում է, հիմնականում հասցնում եմ պատրաստել նախապես ու իր հետ դնել դպրոցում ուտելու համար, որ տուն է գալիս արդեն թեթև բաներ է ուտում, այդքան դժվար չի լինում իմ համար։ Ինչն եք ամենաշատը սիրում պատրաստել եւ հատկապես Սյունիքի խոհանոցից ինչն է, որ ձեզ մոտ ամենալավն է ստացվում։ Տնական ճաշեր եմ սիրում պատրաստել, ջրիկ ճաշեր, այս վերջերս փորձել եմ ինչ-որ կարբոնարա բան, ինչ-որ ավոկադոյի սերնդի բաներ եմ փորձել սարքել, բայց ինձ մոտ լավ է ստացվում։ Բայց Գորիսյան ավանդական բաներ դեռ չեմ փորձել պատրաստել, որոնցից օրինակ խաշիլն է, չգիտեմ, բանջարով հացն է, Ղարաբաղցիները ժինգյալով հաց են ասում, մեր մոտ բանջարով հաց է, որովհետև մեջը եղինջել ենք ավելացնում, դրա համար համերով էլ է մի փոքր տարբերվում։ Դրանք չեմ փորձել պատրաստել իմ ձեռքով, այդպես։ Մենք խոհանոցում ենք գտնում եւ օգտվելով առիթից ուզում եմ մի փոքր նաեւ ներքին խոհանոցին վերաբերող հարցերի անդրադառնալ, իհարկե, եթե կա ձեր թույլտվությունը։ Խնդրեմ։ Անձնական կյանքում ինչ փոփոխություններ կան կամ ինչ փոփոխություններ հենց այդ է չկան։ Չկան։ Ես ինձ այսպես շատ կոմֆորտ եմ զգում, շատ երջանիկ եմ, շատ ինքնամփոփ եմ։ Ինքնաբավ, այո։ Ու շատ հանգիստ։ Ֆինանսական միջոցները ձեզ բավարարում են, որովհետև դուք ձեր հիմնական մասնագիտությունից կարծես թե այս պահին որոշակիորեն հրաժարվել եք եւ անցել եք նոր մասնագիտությանը, ավոկադոյի սերնդին պատկանող մասնագիտությանը։ Բավականին, այո։ Այդքան հարցրիք վերջում, այո։ Լավ։ Շարունակենք մեր բացահայտումները։ Սիրով։ Ուր ենք գնում։ Ուղեկցեք մեզ։ Գնում ենք դեպի տան մյուս հատված։ Որն է դա։ Այս հատվածը միջանցքն է, որ մտակ։ Այո։ Այստեղ սանհանգույցն ու բաղնիքն են։ Այստեղ չենք մտնելու իհարկե։ Այս հատվածում արդեն մեր փոքրիկ ննջարանն է, որտեղ ննջում ենք, այսպես ասած, ես եւ դուստերս։ Օրվա մեծ մասը ով է ավելի շատ տանը անցկացնում։ Դուք թե փոքրիկը, որովհետև տնից էլ կարելի է, չէ, արդեն աշխատել եւ դա վաղուց է։ Հա, ես եմ ավելի շատ անցկացնում, բալիկս ավելի շատ գնում է դպրոց, հետո պարապմունքներ, պար, հետո իմ օգնականի մոտ է մնում, մինչև ես իմ աշխատանքը վերջացնեմ։ Օգնականի։ Այո։ Դուք օգնական ունեք։ Այո։ Ինչով է նա զբաղվում, ինչ հարցերում է ձեզ օգնում։ Օգնականից հետ ես աշխատել եմ գեղեցկության սրահում 3 տարի ու իրան շուտվանից եմ ճանաչում, ինքը մեր տարածքում է բնակվում, երբ անհրաժեշտ է լինում բալիկիս վերցնել պարապմունքի տեղից, եթե ես չեմ հասցնում ու աշխատանք եմ լինում, սիրով օգնում է։ Այս փուլում նա ձեզ ինչով է օգնում, պատրաստել ռիլեր։ Չէ։ Մենակ բալիկիս պահելու հարցով, Հասկացա, ընդհանրապես բալիկի հարցով օգնական։ Ինձ թվաց ընդհանուր ձեր գործունեության մեջ նա հանդես է գալիս որպես ձեր օգնական, չէ՞։ Անձնական իրեր տեսնում եմ այդտեղ կան զգեստներ, զգեստապահարանի փոքրիկ հատված կա այստեղ։ Այո, այս վերևի հատվածում իմ մատնահարդարման պարագաներն են, որոնք չեմ օգտագործում։ Պահարանի մեջ ուղղակի դարակներ չկան, էլի կախիչներ են, տաբատներս են այնտեղ, այստեղ էլ վերնահագուստը։
Նոր մասնագիտություն սովորելու ցանկություն ունեք, թե ոչ։ Ցանկությունս մեծ է, բայց ժամանակի առումով չեմ հասցնում։ Որ մասնագիտությունն է ձեզ այս պահին հետաքրքրում։ SMM ծառայությունների UI UX, բայց էլի կրկնում եմ ժամանակ չունեմ, որ խորանամ դրա մեջ։ Եթե ինչ-որ պահից սկսած Instagram-ը դադարեցնի իր գործունեությունը, ինչ եք անելու, բացի մատնահարդարումը, դե դա կա, պարզ է, դա Instagram-ի հետ կապ չունի։ Ինչով կզբաղվեք այլ ուղեկցող մասնագիտություն որպես։ Ենթադրում եմ, որ եթե Instagram-ը փակվի, մեկ այլ նմանատիպ հարթակ է բացվելու ու մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, հաստատ 0-ից էլի կստեղծենք ամեն բան։ Էլեն ինձ իրականում հենց հիմա ինչ-որ բան է հուշում։ Ինչ ասում։ Բայց չեմ լսում ես, քանի որ մի ականջս փակ է։ Խնդրեմ, ասա Էլեն, ասա բարձրաձայնենք։ Այո, ես հարցեր եմ տալիս, մաման պատասխանում է։ Լավ չի։ Չէ, լավ է։ Լավ է, կուզես դու հարցեր տաս մամային։ Իսկ կուզես ես քեզ հարցեր տամ։ Չէ։ Դե լավ, ես գնամ իմ գործունեությունը շարունակեմ։ Վստահաբար ձեր մտքում կա մի մասնագիտություն, որը կցանկանայիք, որ ձեր փոքրիկը ունենար, բայց ինչպես հասկանում եմ, արվեստը նրան բավականին գայթակղել է, նա հիմա խորացված է այդ ամենի մեջ։ Որն է ձեր պատկերացրած մասնագիտությունը նրա համար։ Ես կարծում եմ, որ նա տաղանդ ունի դերասանության հետ կապված ու եթե մեծանա, իմ կարծիքով տեսնելով իմ գործունեությունը on-line հարթակներում, ենթադրում եմ, որ կցանկանա նույն ուղղությամբ շարունակել, չնայած բարբերաբար փոխվում է։ Մեկ ասում է, ես ուզում եմ դառնամ մատնահարդար, տեսնելով իմ այդ գործունեությունը, հետո ասես դերասանուհի, հետո պարուհի, հիմա ինչ որ խոհարար է ուզում ու տենց տարբեր մտքեր են իր գլխում պտտվում, բայց չգիտեմ, վերջում չեմ պատկերացնում ինչ։ Մամա, Այո։ ես արդեն խոհարար եմ դառել ու համել կոֆե կարամ սարք։ Հա, դեսա կպատրաստես։ Հաստատ, բայց մենք հիմա փորձելու ենք, դու լավ ես պատրաստում, սուրճ թե չէ։ Կլինի։ Չի լինի։ Ամաչում ես։ Դե մի ամաչի կանց։ Մամ, ես ունեմ դու օգնես։ Հա, ես կօգնեմ։ Կօգնի մամ, դե յուրաքանչյուր խոհարար ունենում է իր օգնականը, գիտես։ Կօգնեմ իմ աղջիկ։ Էլեն, դու մտածիր, ինչով ես մեզ զարմացնելու, մենք արի, շարունակենք։ Կլինի։ Շնորհակալություն։ Կուզես իջնես։ Չէ։ Ազատություն է տրված նրան եւ դա ողջունելի է, որովհետեւ մենք հասկացել ենք մեր սերունդը հատկապես, որ երբ չի լինում ազատություն, շատ ավելի դժվար է լինում։ Հիմա ընտրության հնարավորությունն էլ է ազատության դրսևորում եւ դուք, ինչպես հասկանում եմ, նրան թույլ եք տալիս անելու այն ամենը, ինչը որ իրեն ավելի հոգեհարազատ է, այսինքն պարտադրաբար ոչինչ չկա, դու պետք է գնաս պարի, դու պետք է գնաս նկարչության, դրանք իր ընտրություններն են Չէ, եղել։ իր ընտրություններն են, նույնիսկ մի ընթացք լողի էր գնում, բայց իմ էլի գրաֆիկի հետ կապված ես չէի իրան չէի հասցնում տարբեր տեղեր տանեի, անընդհատ մի ժամով խցանումների պատճառով մի ժամ ճանապարհին մնայի, որ մի ժամով տանեի իրան լողի բերեի։ Հիմա լողի չի գնում, բայց երևի ամռանը էլի կսկսեմ տանել, եթե նկարչությունից կամ պարից ցանկանա հրաժարվել իհարկե։ Ես համաձայն եմ։ Հա, գիտեմ, բալես։ Շնորհակալություն։ Ինքը շատ է սիրում ջուրը, ծնված օրվանից էլ տենց սեր է ունեցել լողալու հետ։ Ուղղակի մի փոքր վախեր ունի, դրա համար ուզում եմ տանեմ լողի, որ սովորի նաև լողալ։ Անդադար մենք խոսում ենք ձեր հիմնական մասնագիտության եւ ուղեկցող մասնագիտությունների մասին, այո։ Փուչիկել ունեմ։ Հա, օղակ ունես, ջրի համար նախատեսված օղակ ունես, շատ լավ է, դու արդեն համարյա պրոֆեսիոնալ ես։ Ու անդադար ինձ հետաքրքրում է ինչպես ստացվեց, որ դուք ձեր հիմնական մասնագիտությունից հրաժարվեցիք, ոչ թե այն մասնագիտություններից, որոնք նոր էին հայտնվել ձեր կյանքում, 8 տարին քիչ ժամանակահատված չէ մի մասնագիտությամբ զբաղվելու եւ դրանից հրաժարվելու։ Ինչպես է դա եղել, որ հենց այդ դրանից հրաժարվեցիք։ Հասկացել եմ, որ իմ առողջության վրա էլ է ազդում ու չնայած իմ բավականին երիտասարդ լինելուն ես ունեմ մեջքի ցավ, աչքերի ցավ, երկար նստելուց հոդացավեր առաջանում մոտս ու ես կոպիտ ասած պետք է այդ աշխատած գումարը տրամադրեի իմ առողջությունը վերականգնելու համար ու համել նախընտրում էի այդ ժամանակը երեկոյան տրամադրել բալիկիս, որովհետև ամբողջ օրը ես աշխատում էի իսկ երեկոյան, երբ որ արդեն բալիկս տանն էր լինում, ես ընդունում էի հաճախորդներ, իմ աղջիկը Չէ, արևս չեմ կարա։ Ինչի՞։ Խոսափողն է ուզում անջատի։ Հանի։ Կլինի 15 րոպե, Մի սպասես, քիչ հետո մենք կհանենք դա ու կտանենք մեզ հետ։ Կլինի։
Շնորհակալություն։ Դե երեխաներն էլ սիրում են ուշադրություն, երբ որ տեսնում են, որ դու քո ուշադրությունը տալիս ես ուրիշ մարդու, սկսում են խանգարել, ու ես հասկացա, որ ավելի լավ է ես այդ ժամանակը տրամադրեմ իմ բալիկին, ժամանակավորապես այդ գործունեությունը դադարեցրի ստիպված։ Բայց իմ հոբին է, ես շատ եմ սիրում իրան, ու որը Ես եմ քո բալիկը։ Հա, իմ աղջիկ։ Կասկածներ չկան, ի դեպ ոչ ոք չի կասկածել։ Ինքը հիմա ինձ արտակնապես նման չի, բայց երբ որ իմ փոքր ժամանակվա նկարները նայում են, բոլորը մտածում են, որ դա Էլենն է։ Համ մազերի գույնով, համ դեմքով, համ թմբլիկ լինելով, հա, շատ նման ենք։ Ինչ եք կարծում, Սյունիքից տեղափոխումը ձեզ մասնագիտական ավելի լայն դռներ բացեց, թե ոչ։ Այո։ Եթե մնայիք Գորիսում, այս ամենը չէր լինի ձեր կյանքում Իմ ըստ ձեզ։ կարծիքով ես կսահմանափակվեի միայն մատնահարդարմամբ, որովհետև այնտեղ մոդելային ծառայություն, բլոգ վարելը այդքան էլ զարգացած չի։ Մի քանի բլոգեր եմ ճանաչում, ովքեր Սյունիքից են, Գորիսից են, բայց էլի ապրում են Երևանում։ Հասկացա։ Նշեցիք, որ զարգացած չէ Գորիսում այդ ամենը, բայց ամեն դեպքում կա նաև վերաբերմունքի հարց։ Ինչպիսին էր ձեր մտերիմների, հարազատների վերաբերմունքը այն ամենին, ինչով սկսեցիք ավելի խորացված զբաղվել։ Ես շատ էի կոմպլեքսավորվում հենց դրա պատճառով, տեսանյութեր նկարել ու հրապարակել, նույնիսկ տան անդամներս մեկ-մեկ ծաղրում էին, ասում են, «Էդ ինչ ես գցում, ջնջի, մեծ աղջիկ ես, ամոթ է բան», բայց հիմա շատ են աջակցում ու շատ ուրախ են, որ ինչ որ չափով ճանաչում ունեմ Երևանում եւ Գորիսում ավելի շատ, որովհետեւ Գորիսը փոքր քաղաք է, շուտ է տարածվում հա ամեն ինչ ու այդ աջակցությունը իրան կողքից որ տեսնում են, ասում են վայ դու, օրինակ մամաս որ տեսնում ասում են վայ դու Դիանայի մայրիկն ես, ինքը դրանից ոգևորվում է ու հասկացել են, որ Եթե ես ընտրել եմ դա, սիրով եմ դա անում, որը որ հետագայում արդեն դարձել է իմ եկամուտի աղբյուրը, որովհետև ես 2.5 տարի անդադար տեսանյութեր հրապարակել եմ իմ ցանկացած ոճով ու ես ոչ մի եկամուտ չեմ ունեցել, զուտ արել եմ սիրելով, որովհետև իմ հոբին է եղել։ Իրանք հասկացել են, որ չէ, всё-таки եթե այդ մարդը է դա սիրում, չես կարա իրան փոխես։ Փորձը ցույց է տվել, որ ինչ տեսակի տեսանյութեր ուզում են մարդիկ հրապարակել, միևնույնն է գտնվում են անձիկ, ովքեր փորձում են վատ մեկնաբանություններ գրել, ես ձեր ռեակցիայից հասկացա, որ դուք էլ այդ ամենին տուժածնեք։ Ինչպես եք վերաբերվում վատ մեկնաբանություններին եւ ինչպես եք արձագանքում դրանց։ Դե եթե դու ուսումնասիրել ես իմեջը, տեսած կլինես, ես ես վերջերս դրա վերաբերյալ տեսանյութ հրապարակել եմ, ես վատ կոմենտները, եթե շատ ցենզուրայից դուրս են, պարզապես ջնջում եմ, վիրավորանքների հետ կապված այնպես եմ ընդունում, որ եթե մարդ մտածում է այդ դիմացինը իրան դուր չի գալիս, բայց չի ալարում, մտնում է, կոմենտ է գրում, իրա միջի այդ կեղտը հանում է, ցույց է տալիս, որ ես քեզ չեմ սիրում, ես իրանց վերաբերվում եմ որպես դեմքի բզուկներ, որ մի պա դուրս են գալիս, հետո անհետանում են, ու չպետք է իրանց ուշադրություն դարձնես։ Դեմքի պզուկների համար կան տարբեր միջոցներ, դեղամիջոցներ, որոնցով մարդիկ բուժվում են։ Ըստ ձեզ, նրանցից բուժվելու դեղամիջոցը ո՞րն է։ Ոչ, ուղղակի իրանց ուշադրություն չես դարձնում, իրանք ժամանակի ընթացքում չորանում են ու վերանում են։ Հասկացա, պետք չի որևէ դեղամիջոց օգտագործել։ Էլեն, որ խնդրեմ կպատմես ինչ ես անում։ Հիմա, ինչ ես անում։ Զարգեն նստելա միացնում է։ Հրաշալի, առանց որևէ մեկի օգնության, միանգամից երեխան հասկացավ, թե ինչ է պետք անել։ Ապրես։ Միշտ մամային այդպես օգնում ես տարբեր հարցերում, հա։ Հիմա ուզում ես քնել։ Չէ՞։ Լավ։ Դե գնանք չխանգարենք քեզ։ Մնանք, բայց մնացածը չնկարենք։ Մնացածները Ընդեղ նկարենք։ Ոնց ասես գնացինք ընդեղ։ Դե արի, դու էլ մեզ հետ արի։ Մամա գնացի։ Գնացինք, Բայց խոստացել ես մեզ համար սուրճ պատրաստել, կպատրաստես, չէ՞, մենք որ համել այդ ամեն ինչը նկարենք։ Իմ մաման կօգնի ձեզ։ Հիմա չէ, վերջում։ Մի 5 րոպե առաջ կնկարենք, կպատրաստես, չէ՞ մեզ համար։ Մամաս կօգնի։ Լավ, շատ բարի։ 10 տարի հետո, ըստ ձեզ, որտեղ եք լինելու եւ ինչով եք զբաղվելու։ Ինձ թվում է 10 տարի հետո կունենամ իմ բիզնեսը։ Ինչպիսի բիզնես կլինի այն։
Սրահի տեսքով գեղեցկության։ Որովհետև այս ոլորտը նենց ոլորտ է, որ ես մտածում եմ, որ ժամանակի ընթացքում նախ շատ արագ է զարգանում ամեն ինչ ու արդեն իսկ լճացած կլինի։ Դրա համար ես մտածում եմ ունենալ իմ սեփական բիզնեսը, որը ինձ կուղեկցի ողջ կյանքի ընթացքում, որ ես ոչ մի բան չանեմ ու հանգիստ ապրեմ։ Իմ աղջիկը ապագայի մասին մտածելով։ Ինչ պետք է ունենա այսօր գեղեցկության ոլորտը, որպեսզի մարդկանց ներգրավի իր կողմ, որովհետև ասում եք կա լճացում, արդեն դա նկատվում է եւ պետք է տարբերվել։ Ինչով պետք է տարբերվել։ Ինչ առաջարկել մարդկանց։ Լճացումը վերաբերվում էր հենց այդ մոդելային ծառայությանը, on-line հարթակներին, իսկ գեղեցկության ոլորտը օր-օրի է զարգանում ու ամեն անգամ, ամեն օր տարբեր նոր բաներ են ի հայտ գալիս ու գեղեցկության ոլորտում աշխատող մարդիկ մշտապես ունեն կրթվելու, վերապատրաստվելու, նոր բաներ սովորելու ու ժամանակին համընթաց գնալու կարիք։ Դրա համար ես մտածում եմ, որ մեկը մի բան էլի կմոգոնեն, էլի ու նենց բանա, որ մազը միշտ կտրելու կարիք ունենում է, եղունգը միշտ խնամելու կարիք ունենում է ու միշտ այդ թեման արդիական է լինելու։ Կա մի գերբնական կարողություն, որը կցանկանայիք ունենալ։ Այո, թռչել։ Ուր կթռչեիք։ Որտեղ որ ցանկանայի ու կուզեի վերևից նայեի բոլորին, հիմնականում իմ երազների մեծ մասը տենց է լինում, որ ես թռչում եմ։ Երազների մեծ մասը վերևից եք տեսնում։ Թռչելով եմ պատկերացնում ու իմ երազների 80%-ը հենց նենց է լինում, որ այդ ընթացքում ես կարողանում եմ թռչել։ Ահա, այսինքն օրվա 12 ժամը մարդկային կերպով քայլում եք, 12 ժամը թռչում եք։ Դա կարծում եմ պետք չի, որ բոլորը իմանան, Էլեն, դա գաղտնի ինֆորմացիա է, շնորհակալություն։ Կթռչեիք։ Հա, ես կուզեի թռչել, մեծ մասամբ իմ երազները նենց իրական են թվում, որ արթնանում եմ ու ինձ թվում է, որ ես իրոք թռչում էի։ Վազում եմ հետո քեզից։ Արդեն օդում եմ հայտնվում։ Դուք ձեզ որպես ինքնաթիռ եք տեսնում, ինձ թվում է երազներում, քայլում, այնուհետև թռչում եք։ Երեխաները վերջին շրջանում շատ են կապվում տեխնիկայի հետ, նաև արհեստական բանականության հետ եւ ձեր վերաբերմունքն ինչպիսին է այնս ամենին, ինչը որ կատարվում է հիմա մեզ հետ, մեր երեխաների հետ։ Դրական է, եթե իրան օգտագործես ճիշտ ձևով։ Հիմա նոր ամեն ինչ այնքան արագ է զարգանում, որ նոր բաներ շատ են ի հայտ գալիս ու հիմնականում սկզբում տենց է, շատ վատ ձևով են այդ գործիքը օգտագործում, հետո ժամանակի ընթացքում հասկանում են ոնց կոմպենսացնեն, հարմարացնեն իրենց բիզնեսին ավելի օգուտ տալու համար։ Դրա համար այս ընթացքը sense մի քիչ խառնաշփոթ է, իրարանցում է առաջացնում նոր բաներ ի հայտ գալու, բայց ընթացքում արդեն ի օգուտ մեզ ենք օգտագործում այդ ամեն ինչը։ Որպես մատնահարդար չեմ կարծում, բայց որպես մոդել կարծում եմ, որ կգա մի ժամանակ, որ արհեստական բանականությունը կկարողանա փոխարինել բոլորիս։ Դուք ինչպես եք կարծում։ Հիմա էլ են փոխարինում, բայց ինձ թվում է ժամանակի ընթացքում ավելի կկատարելագործվի, բայց դե ասեցի արդեն, քանի որ լճացում է ապրելու ու տեն զարգացումներ են ունենալու, դրա համար ես չեմ կարծում, որ այս ոլորտը շատ երկար կլինի։ Մտավախություններ չունեք, որ այն կազմակերպությունները, որոնք դիմում են ձեր օգնությանը որպես մոդել հանդես գալու, ձեզ կվճարեն մի որևէ գումար եւ ձեր դեմքը կօգտագործեն տարբեր հոլովակներ պատրաստելիս եւ այլևս դուք կարիք չեք ունենա տնից դուրս գալու եւ գնալու նկարահանելու։ Լավ առաջարկա, չեմ մտածել հետեւությամբ, բայց կարելի է պայմանագիր կնքել ու մեծ կլորիկ գումար վերցնել դրա դիմաց։ Լավ, շատ բարի։ Մենք նաև Էլենին խոստացել ենք, որ նա մեզ համար պետք է սուրճ պատրաստի։ Ես կխնդրեմ այս պահին մենք ունենանք նախապատրաստական փուլ, որը չենք նկարահանի, կտանք Էլենին հնարավորություն պատրաստվելու, կվայելենք սուրճը եւ ձեզ կասենք շնորհակալություն ու կհեռանանք ձեզ տնից։ Շատ լավ։ Արի մաղջիկ, նասկիներով տենց մի վարչացի, իջի բալես։ Արի սուրճ դնենք իրար հետ։ Արի մամա։ Քանի բաժակ ես լցրել։ Շեֆ Խոհարարը պատրաստ է, շեֆ Էլենը պատրաստ է, նրա օգնական Դիանան նույնպես պատրաստ է։ Սկսենք, Էլեն։ Դե 3 գտալ։ Ինչ ենք անում։ 3 գտալ սուրճը լցրու, իմ աղջիկ։ Ինչ ենք անում, դե պատմի, ուզում էիր խոհարար դառնալ, դու պետք է ներկայացնես, է։ 1 Քանի հոգու համար։ 1 2 1 2 Բա երրորդը։ Դիանա, սա առաջին դեպքն է, թե լինում են դեպքեր, երբ Էլեն
սուրճ եմ ուզում եւ Էլենը պատրաստում է ձեզ համար։ Երկրորդ դեպքն է, որ պատրաստում առաջինը, բայց շատ այլ պետք չի։ Առաջին դեպքը բանը վախենում էր միացներ, ասում է դու ուզում ես որ իմ մատիկը վառվի, բան, տենց մի անգամ արեց, ոգևորվեց, որ ես իրան գովեստի խոսքեր ասեի, արի միացրու։ Սա արդեն երկրորդն է։ Ուզում ես մատս վառ։ Ինքը իրականում շատ ալարկոտ է ու երբ որ իրան պետք է, այդ ժամանակ չի կարում անի, երբ որ Չկա, մամա։ Ամեն ինչ ճիշտ է, Էլեն։ Հա։ Հիմա ինչ պետք է անես, պետք է կանգնես, որ չբարձրանա ու չթափվի։ Հիմա բաժակները դիր ափսեների մեջ։ Ինչ է պետք անել, որպեսզի մարդիկ, ովքեր բնակվում են մարզերում, ունենան զբաղվածություն եւ մնան այնտեղ, զարգացնեն իրենց մարզը, իրենց բնակավայրը։ Ըստ ձեզ, հատկապես դուք որպես տեղափոխված մարդ, կարծում եմ ձեր պատկերացումներում ունեք։ Իսկ թվում է մարդիկ չպետք է անեն, այլ Պատկան մարմինները։ Պատկան մարմինները, եթե ես լինեի իրանց փոխարեն, կբարձրացնեի աշխատավարձները, որպեսզի մարդիկ գումարի պատճառով, ցածր աշխատավարձի պատճառով ստիպված չլինեին լքել իրենց բնակավայրը ու տեղափոխվեին այնպիսի քաղաք, որտեղ ավելի ֆինանսապես կայուն կդառնան, որովհետև Գորիսում նույն աշխատանքը կատարում են 60,000 դրամով, այստեղ 300,000 դրամով։ Բնականաբար այստեղ որ ապրեն վարձ կտան բնակարանի եւ այլն, շատ մարդիկ կոպիտ ասած հարմարվում են այդ վիճակին ու այնտեղ էլ մնում են, բավարարվում են այդքանով, բայց խոսքը իմ մասին չի, բավարարվելը իմ մասին չի, ես հաստատ քչով չեմ բավարարվի, դրա համար ես այնտեղ չեմ կարող ապրեմ այդքան քիչ աշխատավարձով։ Հասկացա, բայց դուք շատ ճիշտ նշեցիք, որ այո, երբ տեղափոխվում են Երևան, պետք է տալ տանվարձ կամ եթե նույնիսկ կա բնակարան, միևնույնն է, մթերքը նույնիսկ թանկ է համեմատած մարզերի։ Հա, իսկապես ու շատ բաներ այնտեղ ավելի էժան են կամ բաներ կան, որոնք իրենք կարող են իրենց բակում ցանել ու գումար չտալ, կարտոֆիլին, կանաչին, մրգերին։ Եթե վերադառնանք Գորիս, արդեն կա տեսլական, թե ինչպես կարելի է զարգացնել այն ոլորտը, որին դուք լավ եք տիրապետում եւ բարձր աշխատավարձ ապահովել ձեր աշխատողների համար, միգուցե այն գեղեցկության սրահը, որը որ դուք նախատեսում եք ունենալ Երևանում, կունենա նաեւ իր մասնաճյուղը Գորիսում։ Ինչպես անել, որպեսզի մարդիկ բարձր վարձատրվեն եւ նաեւ բնակչություն ունենա հնարավորություն այդ ամենից օգտվելու։ Շատ բարդ հարց տվիր, ես չէի մտածել այդ ուղղությամբ, Վահան ջան։ Չգիտեմ։ Լավ, սուրճը դեռ պատրաստ չէ։ Էլենը պետք է մեզ համար պատրաստել, բայց դուք նշեցիք, նա ալարկոտ է։ Հա, երբ իրան անհրաժեշտ է, ինքը կարա ամեն ինչ անի, երբ իրան անհրաժեշտ չի, ինքը չի կարողանում ոչինչ։ Էլենը կապված է Գորիսի հետ։ Էլենը այնտեղ սիրում է իմ մամային, իմ պապային, իմ եղբորը, իմ հոր եղբոր երեխաներին, այդ առումով կապված է, բայց ավելի շատ ցանկանում է մնա ապրի իր տանը Երևանում, բայց իրենց ավելի հաճախ տեսնի։ Միայն մեկ պատճառ է իրան ձգում էլի, որ ինքը Գորիս գնա, դա բարեկամներն են։ Հասկացա։ Շնորհակալություն հետաքրքիր բացահայտումների զրույցի համար։ Մենք կվայելենք սուրճը, տպավորություններով կկիսվենք արդեն դրան մոտ։ Համաձայն եք։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Էլեն, շատ լավն է լինելու սուրճը, ես վստահ եմ։ Ձեզ եմ շնորհակալ, Վահան ջան։ Սիրեցինք, հա, իրար։ Հա։ Միանգամից, չէ՞։ Առաջին հայացքից։ Գանձ, բա ով է նայելու սուրճը, որ չթափվի։ Ես։ Yes։ Դե արի միասին նայենք։ Այս դիր դարակի մեջ։ Օ, պրիմա։ Էլեն, շատ լավն էր սուրճը, շատ շնորհակալություն։ Ապրես, շարունակի։ Լավ։ Ձյաննա, իսկ ձեզ շնորհակալություն հետաքրքիր զրույցի, բացահայտումների եւ անկեղծ սրտով այդ ամենը մեզ ներկայացնելու համար։ Ձեզ եմ շնորհակալ, Վահան ջան, մեր տուն հյուրընկալելու համար, կսպասեմ ձեզ նորից։ Շատ շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն, բայց հաջորդ հանդիպումը լինելու է կարծում եմ Գորիսում, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Սիրով, ցտեսություն։ Հաջողություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.
Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными.